նման բան իհարկե չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը։ Հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը բացառում է, որ իր թիմակիցները կաշառք բաժանած լինեն ընտրություններից առաջ կամ հետո։ Երկուշաբթի երեկոյան ընդդիմադիր դաշինքի անդամների կողմնակիցների տները խուզարկելուց հետո 5 մարդու է մեղադրանք առաջադրվել կաշառք տալու ու ստանալու համար։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 5-ից մոտ եւի 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Ինչ-որ մեր ընտրողներից են, վաղաշաբաթցիներ են, փորձում են ինչ-որ քրեական գործերի միջոցով, երևի թե մարդ են ման գալիս, ով ինչ-որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված։ Հաղթանակ դաշինքի ավականու տեխնացուներ Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի, Տիգրան Գևորգյանի տներն են մտել իրավապահները։ Գաղտնալսած ձայնագրությունների հիման վրա են գործ բացել։ Այս մարդկանց նկատմամբ իրականացվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ ակնհայտ է, որ նրանց վերաբերյալ չէր կարող լինել այնպիսի ցանրակշիռ տվյալներ, որի հիման վրա իրենք կարող էին օպերատիվ հսկողության վերցվել։ Կենցաղային խոսակցություններ են ձայնագրություններում, ասում է փաստաբանը։ Մարդիկ իրենց մտերիմների հետ հեռախոսով ընդամենը զրուցել են ընտրությունների մասին։ Ըստ Կոչուբաևի 5 մեղադրյալներից մեկն ընդհանրապես կապ չունի քաղաքական ընտրական պրոցեսների հետ։ Մարդիկ, բարեկամներ զրուցում են ընդամենը ընտրությունների թեմայով։ Ում պետք է ընտրի, որ թեկնածուն ում կողմնակիցն է։ Այսպիսի բնույթի կենցաղային խոսակցություններ։ Նայելով վարույթի նյութերը կամ վարույթի նյութերի այն մասը, որի այս բան ես տիրապետում եմ, դրանցում չկան ցանրակշիռ տվյալներ։ Կալանավայրերում ամբողջ Ընդդիմադիր դաշինքի առաջնորդի խոսքով իշխանությունը հաշտ չէ, որ հաղթանակը 10,000 քվե է ստացել վաղարշաբաթում։ Չի կասկածում, ընտրություններում հաղթելու դեպքում ամբողջ թիմով հիմա կալանավորված կլինեին։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել նաև այն մտքին, չնայած նրան, որ իրենք միանձնյա իշխանություններ ունենալու վաղարշաբաթում չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, ովքեր 10,000 ձայն են ստացել վաղարշաբաթ խոշորացված համայնքում։ Կասկած չկա, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում են սևացնել ընդդիմադիր դաշինքի անունը, պարակտել թիմը քրեական գործերով, նկատում է Խաչատրյանը։ Անօգուտ է, վստահ է նա։ Թիմն այնքան անսասան է, թիմն այնքան իր նպատակների, իր գաղափարների նվիրված է, որ եթե փորձ որոշ մարդկանց հաջողվի որոշ մարդկանց էլ թիմից կտրել, ամեն դեպքում դա արդյունք չի տալու իրենց համար։ Այն ձայները, որ հավաքել են Վաղարշաբաթի այս տղամարդն էլ է այն համոզմանը, որ տեղական ընտրություններից հետո սկսված վհուկների որսը վկայում է, որ իշխանությունները վախեր ունեն համապետական ընտրություններից առաջ։ Այն ինչ պետք է անեին ընտրություններից առաջ, ստիպված անում են ընտրություններից հետո, որովհետև դա պարզ երևում է, որ հաջորդ ընտրություններին, հաջորդ քաղաքում ընտրություններին կամ թեկուզ 26 թվականի պարլամենտական ընտրություններին, այսի արդեն իրանց համար մեծ պրոբլեմ է։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։